դեպքում դա մեր հայ առաքելական եկեղեցու հեղինակության վնասում եւ ասենք ես AI-ի դիմեցի ես հարցով, այն շուտում կարող ունենալ այս խնդիրը ձեր եւ կաթողիկոսի կապված AI-ը ասես տարբեր գույներ կարող են լինել, բայց ամենահավանական կոմպրոմիսային ելքն է։ Խնդրում եմ հարցի կարգ։ Գիտեք, ես կարծում եմ, որ եկեղեցու դեմ գործող անձը Կտրիչ Ներսիսյանն է եւ նրա նեղ միջավայրը, այն միջավայրը, որը գործում է հակահոգևոր, ապահոգևոր եւ հակաեկեղեցական տրամաբանությամբ եւ կարծում եմ հենց նրանց ներկայությունը Մայրաթոռում ամենաշատն է վիրավորում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում իմ հոգևոր զգացումները։ Ես ընդհանրապես հրապարակային գործիչ եմ եւ կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատավոճի եւ գործելավոճի մեջ եւ ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ որ արդեն ասացի եւ ես կարծում եմ, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիչ Ներսիսյանի ներկայությունը եւ ոչ միայն Կտրիչ Ներսիսյանի Մայրաթոռում։ Դուք նշեցիք, որ եղել են դեպքեր, այդ թվում կուսակրոնության խախտման եւ այլն, բոլոր այդ դեպքերը, որ եղել են, դուք դրա մասին ինչպես գիտեք, դրա մասին եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ եւ ուզում եմ ասել, որ նաեւ ժանրը, որը դուք ձևակերպեցիք, կարծում եմ որոշակի բովանդակային ճշգրտման կարիք ունի եւ մենք ոչ թե ուղակի կամ դա պահանջի ժանր չէ, որ ինչ որ մեկը պահանջում է Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ process-ը սկսվել եւ նա պետք է գնա այդ տեղից։ Այսինքն այստեղ ընտրության հարց չկտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդ տեղից։ Շնորհակալություն առանց արձագանքի։ Եթե դուք մի անգամ հանդիպեիք կաթողիկոսի հետ եւ նա լսել ձեր մտավորություններից են, դուք եք ավելի հոգեվոր եւ այսպես ամբողջ աշխարհով աղմուկ չբարձրանալ մեր առաքելական եկեղեցու։ Գիտեք, ես կարծում եմ աղմուկը առողջացնող աղմուկ է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն եւ հրապարակային քննարկումներից խուսափեն։ Ես ասացի, որ Կտրիչ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել եւ այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչպես երեք ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, իմ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։